մանկապղծությունը այն մեծ հանցանքն է, որը չէր կարող այսպես անցնել։ Եթե կա, թող ցույց տան ով է, եւ ձերբակալեն եւ իրեն հասանելիք արժանի պատիժը ստանա։ Եթե չկա, ուրեմն ինքը զրպարտության համար պետք է պատասխան տա։ Մամուլում ընդորում զրպարտիչ է ինքը, եւ ես իրեն մամուլով իր պատասխանը տվել եմ։ Ինչ եք ասել ես դա։ Այն ժամանակ մամուլում տեղեկություն եղավ, որ 18 թվականի մի մանկապիղծ, որ դատապարտված էր, այո, մամուլում գրվել է։ 18 թվականից հետո ազատ արձակվեց եւ իր ընտանիքի հետ շատ ջերմ հարաբերության մեջ էր։ Այո, լուսանկարներն են հրավիրել։ Թող ուրեմն ինքը փնտրի իր ընտանեկան շրջապատում, ոչ թե հոգեվորականների մեջ։ Այսինքն հիմա էլ այս ծայրահեղական իսլամի մեջ մեղադրել ամեն ինչում բան կա, որ ձեզ չեն մեղադրել հոգեվորականների։ Խնդիրը այն է, որ Քրիստոսը երբ որ իր հանրային քարոզչությունը սկսեց 30 տարեկանից սկսած, այնտեղ շրջապատող մարդիկ կլինեն սադուկեցիները, կլինեն փարիզեցիները, եսենականները, մաքսավորները, ինչ տեսակի մեղք Քրիստոսին վերագրեցին։ Էլ աշխարհի տակ այդպիսի մեղք չկա, որ Քրիստոսին չմեղադրեն։ Հիմա այդ նույնն էլ եկեղեցուն են մեղադրում, եկեղեցականին են մեղադրում։ Ինչը որ բնական է։ Քրիստոս ասաց Երանի նրանց, ովքեր որ իմ անվան համար պիտի հալածվեն։ Հիմա եկեղեցին էլ եկեղեցականներ խոնարհությամբ այդ հարվածները տանում են։ Բայց իրենք թող վախենան արդար դատաստանից։ Արդար վճիռից Աստծո։ Որտեղ Աստված ասում է, չէ՞, անարդարության արդարի կողմից բարձրացված աղաչանքները իմ ականջին հասնում են եւ մյուս տեղ էլ ասում է վրեժ իմն է, թողեք ինձ վրա։ Աստված կպատժի այդ մարդկանց եւ լիահույս ենք, որ Հայաստան աշխարհը այս վիճակին հասցնողները իրենց արդար պատիժը կստանան։